Առողջության համապարփակ ապահովագրություն ու էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կնքում թվային հարթակի միջոցով։ Հունվարի 1-ից գործարկված այս ծրագրերի շուրջ էր ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանի նախաձեռնությամբ փետրվարի 10-ին կազմակերպված հանդիպումը բիզնես ասոցիացիաների ու գործադիր մարմնի ներկայացուցիչների միջև։ Մենք կառավարության գործընկերների հետ միասին պարբերաբար հանդիպումներ ենք ունենում բիզնես ասոցիացիաների հետ, նպատակ ունենալով էլ ավելի ամրացնել պետություն մասնավոր հատված կամուրջը եւ միևնույն ժամանակ օգտակար իրազեկումներ հաղորդել բիզնեսին եւ հանրությանը։ Հունվարի 1-ից գործարկված առողջության համապարփակ ապահովագրության համակարգն ունի 1.593.000 շահառու։ Արդեն գրանցվել է ապահովագրության շուրջ 366,000 դեպք, որից 45%-ը 65 տարեկանից բարձր անձինք են։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրեց ապահովագրության նպատակն ու ներկայիս արդյունքները։ Այն պահին, երբ որ դու կարիք ունես առողջապահական ծառայություն ստանալու, դա քո գրպանին չի անդրադառնալու, որտեղ դու ապահովագրված ես լինելու եւ կարող ես հանգիստ գնալ եւ ստանալ քո ծառայությունը եւ այդ թվում նաեւ կանխարգելի ծառայություններ, սկրինինգները, որոնք ավելի վաղաժամ կարող են հայտնաբերել տարբեր հիվանդությունները։ Նպատակը, անդրադառնալով արդեն կոնկրետ հարցին, դա բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացումն է եւ մեր բնակչության ֆինանսական պաշտպանվածության խնդիրը, որը մեր առջեւ դրել ենք։ Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով, իսկ գործող պայմանագրերը էլեկտրոնային հարթակում գրանցելու համար գործատուների տրվել է 1 տարի ժամանակ։ Աշխատանքի ու սոցհարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրեց պայմանագրերի պարտադիր թվայնացման նպատակն ու գլխավոր դրույթները։ Շատ հաճախ մեր գործատուները չեն ցանկանում օրենսդրությունը խախտել, այլ որոշ դեպքերում դա անում են, որովհետև օրենսդրության կարգավորումներն են կիրառում իրենց կողմից այլ կերպ, քան պետք է կիրառվել։ Հետևաբար սա իրենց կօգնի, եթե իրենք ուզում են օրենսդրությանը համապատասխան իրականացնել իրենց աշխատանքները։ Աշխատողների տեսակետից կլինի այն կարևոր խնդրի վերջնական լուծումը, որ կստանան իրենց պայմանագրի օրինակը, որովհետև մենք պրակտիկայում հանդիպում ենք դեպքեր, երբ որ գրանցման հայտը տրվում է աշխատողի, բայց այդպես էլ աշխատողը իր պայմանագրի օրինակը չի տեսնում։ Նրա խոսքով առաջիկայում ծրագրի ժամկետների հետ կապված հնարավոր է փոփոխություններ լինեն։ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները անդրադարձան էլեկտրոնային պայմանագրերին ու ապահովագրության վճարմանը վերաբերող մի շարք տեխնիկական ու այլ բնույթի հարցերի։ Բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել գործադիր մարմինների ներկայացուցիչներին։